Նոր կտակարանի ներածություն։ Հովհաննեսի ավետարան։ Մատթեոսի ավետարանը մեզ ներկայացրեց Հիսուսին որպես խոստացված Մեսիա Իսրայելի պատմության և մարգարեությունների կատարման մեջ։ Մարկոսի ավետարանը ցույց տվեց նրա իշխանությունը գործողության, խաչի և հարության միջոցով։ Ղուկասի ավետարանը պատմեց Քրիստոսի կյանքը որպես համամարտկային փրկության պատմություն, հիմնված ականատեսների վկայության վրա։ Իսկ Հովհաննեսի ավետարանը սկսում է բոլորովին այլ կետից։ Այն չի սկսում ոչ ծննդով, ոչ մկրտությամբ, ոչ պատմական նախաբանով։ Այն սկսում է հավիտենականությունից։ Սկզբում էր բանը։ Հովհաննեսը չի հարցնում միայն, թե ինչ արեց Հիսուսը։ Նա հարցնում է, ով է նա իրականում։ Ոչ միայն որպես պատմական անձ, այլ որպես Աստծո հավիտենական որդի։ Այս ավետարանը գրվել է այն մարդկանց համար, որոնք արդեն լսել են Քրիստոսի մասին, բայց կանգնած են ավելի խորը հարցի առաջ։ Եթե Հիսուսը պարզապես ուսուցիչ կամ մարգարե չէ, ապա ով է նա։ Այս տեսանյութում մենք կքննարկենք, թե ով էր Հովհաննեսը, ինչու է այս ավետարանը կապված հենց նրա անվան հետ, ինչ միջավայրում և ինչ նպատակով է այն գրվել, և ինչու է Հովհաննեսի ավետարանը Նոր կտակարանի ամենախորը աստվածաբանական վկայություններից մեկը։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Հովհաննեսի ավետարանը վաղ եկեղեցու գիտակցության մեջ անբաժանորեն կապված է Հովհաննես առաքյալի անվան հետ։ Նա 12 առաքյալներից էր, Զեբեդեոսի որդին, Հակոբոսի եղբայրը և ըստ ավետարանական վկայության Հիսուսի ամենամոտ շրջապատի անդամներից մեկը։ Հովհաննեսը պատկանում էր այն նեղ շրջանակին, որը ներկա էր Հիսուսի կյանքի վճռական պահերին, կերպարանափոխությանը, Գեթսեմանի աղոթքին, խաչելությանը և այլն։ Այս հանգամանքը Հովհաննեսի ավետարանին տալիս է առանձնահատուկ դիրք, այն չի գրվում հեռվից, այլ ծնվում է անմիջապես ականատեսության ներսից։ Հովհաննեսի կերպարը ավետարաններում հանդես է գալիս ոչ միայն որպես գործող աշակերտ, այլ որպես խորապես ընկալող վկա։ Եթե Պետրոսը հաճախ ներկայացնում է իր անկեղծությամբ ու պոռթկունությամբ, ապա Հովհաննեսը հիշում է որպես այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր։ Այս արտահայտությունը ոչ թե ինքնահավանություն է, այլ ինքնագիտակցում այն մտերմության, որի մեջ Հովհաննեսը ճանաչել է Քրիստոսին։ Նրա ավետարանը հենց այդ մտերմության արտահայտությունն է, ոչ միայն հիշողությունների, այլ նաև խորապես մատուցված աստվածաբանական վկայության ձևով։ Եկեղեցական ավանդության համաձայն Հովհաննեսը երկար կյանք է ապրել և ծառայել է Փոքր Ասիայի եկեղեցիներում, կենտրոնանալով Եփեսոսի շրջակայքում։ Ըստ Եվսեբիոս կեսարացու, Դոմեցիանոս կայսեր հրամանով նա աքսորվել է Պատմոս կղզի, որտեղ էլ հեղինակել է հայտնության գիրքը, սակայն նրա մահից հետո Տրայանոս կայսեր հրամանով վերադարձել է Եփեսոս և այնտեղ էլ մահացել բնական մահով զառամյալ տարիքում։ Սա կարևոր կենսագրական հանգամանք է, որովհետև Հովհաննեսի ավետարանը ակնհայտորեն գրվել է այն փուլում, երբ եկեղեցին արդեն անցել էր իր առաջին սերնդի փորձառությունը և կանգնած էր ավելի խորը հարցերի առաջ՝ Քրիստոսի ինքնության, աստվածության և հավատքի ներքին իմաստի շուրջ։ Հովհաննեսը գրում է ոչ թե որպես նորադարձ քարոզիչ, այլ որպես հոգևոր հայր, որն արդեն տեսել է եկեղեցու աճը, պայքարները և սխալ ուղղությունները։ Հովհաննեսի ավետարանը ինքնին ցույց է տալիս հեղինակի ինքնագիտակցությունը որպես ականատեսի։ Ավետարանի վերջում հեղինակը գրում է. «Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է»։ Այս խոսքը վաղ ժամանակներից մեկնաբանվել է որպես Հովհաննեսի անձնական վկայության ամփոփում, որին միանում է եկեղեցական համայնքի հաստատումը։ Այստեղ մենք տեսնում ենք ոչ թե անհատական կարծիք, այլ ականատեսության և համայնքային հաստատության միաձուլում։ Հովհաննեսի կենսագրական կերպարը լրացվում է նաև նրան վերագրվող մյուս գրություններով, Հովհաննեսի նամակներով և հայտնությամբ։ Թեև յուրաքանչյուր գրության շուրջ առանձին գիտական քննարկումներ կան, վաղ եկեղեցու ընդհանուր ընկալման մեջ Հովհաննեսը դիտվում է որպես այն վկան, որը ոչ միայն պատմել է Քրիստոսի կյանքը, այլ նաև բացել է իր վկայության աստվածաբանական խորությունը։ Հովհաննեսի լեզուն պարզ է, բայց միաժամանակ խորհրդավոր։ Նա գրում է լույսի, կյանքի, ճշմարտության և սիրո մասին այնպիսի հասկացություններով, որոնք ծնվում են երկար խորհրդածությունից և ոչ թե արագ արձագանքից։ Այսպիսով, Հովհաննեսի ավետարանի հեղինակը ներկայացվում է որպես բացառիկ համադրություն, առաքյալ և ականատես, մտերիմ աշակերտ և հոգևոր մտածող,
պատմության վկա եւ աստվածաբան։ Նրա ավետարանը չի կրկնում արդեն հայտնի պատմությունները նույն ձևով, այլ նպատակ ունի բացելու դրանց խորը իմաստը։ Հովհաննեսը գրում է ոչ թե պարզապես պատմելու համար, այլ որպեսզի ընթերցողը տեսնի այն, ինչն ինքն է տեսել, եւ հավատալով հասնի հավիտենական կյանքի։ Ավետարանի վավերականությունը։ Հովհաննեսի ավետարանի վավերականության հարցը նոր կտակարանի ուսումնասիրության մեջ առանձնատուկ դիրք ունի, որովհետև այստեղ միաժամանակ առկա են 3 ուժեղ հիմնասյուներ։ Ներքին ականատեսական վկայությունը, վաղ եկեղեցու հստակ եւ համընդհանուր ավանդությունը եւ անկախ հայրաբանական հաստատումները, որոնք միմյանց լրացնում են։ Հովհաննեսի ավետարանը իր ամբողջ կառուցվածքով ներկայանում է որպես ականատեսի վկայություն։ Հեղինակը բազմիցս շեշտում է տեսնելու, լսելու եւ ճանաչելու թեմաները, ոչ որպես գրական հնարք, այլ որպես վկայության հիմք։ Ավետարանի վերջին գլխում հնչող խոսքը այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, եւ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Ունի եզակի կարևորություն։ Այստեղ հեղինակը բացահայտ կերպով կապում է գրությունը կոնկրետ անձի հետ, այն աշակերտի, որն իր ողջ ավետարանի ընթացքում ներկայացվում է որպես Հիսուսի ամենամոտ շրջապատի անդամ։ Հատկապես նշանակալի են Հովհաննեսի ավետարանի մանրամասները, ժամանակի նշումները, տեղագրական ճշգրտությունները եւ անձնական երկխոսությունները։ Սրանք այնպիսի տվյալներ են, որոնք դժվար է վերագրել ուշ համայնքային հորինվածքին։ Դրանք բնորոշ են ականատես հիշողությանը եւ ոչ թե հետադարձ լեգենդապատումներին։ Երկրորդ հզոր շերտը Հովհաննեսի ավետարանի վավերականության օգտին գալիս է վաղ եկեղեցուց։ Երկրորդ դարի վերջից սկսած մենք ունենք մի շարք հեղինակներ, որոնք բացահայտ կերպով վերագրում են այս ավետարանը Հովհաննես առաքյալին, առանց որևէ մրցակցային տարբերակի հիշատակման։ Իրենեոս Լեոնացին, որը հանդիսանում էր Պոլիկարպոս Զմիրնացու աշակերտը, իսկ վերջինս Հովհաննեսի աշակերտը, հստակ վկայում է, որ Հովհաննեսը գրել է իր ավետարանը Եփեսոսում։ Այս վկայությունը առանձնատուկ արժեք ունի, որովհետև այն ձևավորում է կենթանի շղթա՝ Հովհաննես, Պոլիկարպոս, Իրենեոս։ Այստեղ մենք գործ ունենք ոչ թե վերացական ավանդության, այլ անձնական փոխանցման հետ։ Նույն վերագրումը հանդիպում է նաև Կղեմես Ալեքսանդրիացու մոտ, որը նշում է, որ Հովհաննեսը գրել է հոգևոր ավետարան արդեն գոյություն ունեցող ավետարանների լույսի ներքո։ Սա կարևոր դիտարկում է, որովհետև բացատրում է Հովհաննեսի ավետարանի տարբերությունը մյուս երեքից ոչ որպես հակասություն, այլ որպես գիտակցված լրացում։ Հովհաննեսի ավետարանի վավերականության օգտին խոսում է նաև այն փաստը, որ նույն վերագրումը պահպանվել է տարբեր աշխարհագրական կենտրոններում՝ Փոքր Ասիայում, Գալիայում եւ Ալեքսանդրիայում։ Այս կենտրոնները միմյանցից անկախ էին, սակայն բոլորն էլ հիշում էին նույնը՝ ավետարանի հեղինակը Հովհաննեսն է։ Եթե այս վերագրումը ուշ կամ արհեստական լիներ, մենք պիտի հանդիպենք այլ անունների կամ մրցակցային ավանդությունների, սակայն պատմական նյութը նման բան ցույց չի տալիս։ Այսպիսով, Հովհաննեսի ավետարանի վավերականությունը հիմնավորվում է փոխկապակցված եւ անկախ 3 շերտով։ Ներքին ականատեսական վկայությամբ, վաղ եկեղեցու հստակ ու միաձայն ավանդությամբ եւ տարբեր կենտրոններում պահպանված նույն հիշողությամբ։ Հովհաննեսի ավետարանը եկեղեցու կողմից ընդունվել է ոչ թե որպես ուշ մեկնաբանություն, այլ որպես առաքելական վկայության խորքային արտահայտություն։ Այն մեզ փոխանցում է ոչ միայն այն, ինչ Հիսուսը արեց, այլ այն, ինչ նրա ամենամոտ աշակերտը ճանաչեց նրա մասին, հավատալու եւ հավիտենական կյանքի հասնելու համար։ Հասցեատերերը, գրման վայրը եւ ժամանակը։ Հովհաննեսի ավետարանը ի տարբերություն մյուս 3 ավետարանների իր հասցեատերերին սահմանում է ոչ թե սոցիալական կամ էթիկական չափանիշներով, այլ հոգևոր դիրքորոշմամբ։ Հովհաննեսը գրում է այն մարդկանց համար, որոնք կանգնած են հավատալու վճռական հարցի առաջ։ Սա պարզ երևում է հենց ավետարանի վերջում հնչող նպատակի հայտարարությունից, որտեղ հեղինակը բացահայտ ասում է, թե ինչու է գրել իր գիրքը, որպեսզի ընթերցողները հավատան, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին, եւ հավատալով կյանք ունենան նրա անունով։ Այս խոսքը Հովհաննեսի ավետարանը դարձնում է մարդկանց ուղղված կոչ եւ ոչ թե պարզապես պատմական գրառում։ Հովհաննեսի ավետարանը ակնհայտորեն գրված է այն մարդկանց համար, որոնք արդեն լսել են Հիսուսի մասին եւ գտնվում են քրիստոնեական համայնքի ներսում կամ նրա շեմին։ Հովհաննեսը չի կրկնում ամբողջ պատմությունը նույն ձևով, ինչ մյուս ավետարանները։ Նա չի ներկայացնում առակների լայն շարքեր կամ բոլոր հրաշքները։ Փոխարենը նա ընտրում է որոշակի նշաններ եւ դրանց շուրջ կառուցում աստվածաբանական մեկնաբանություն։ Սա ցույց է տալիս,
որ նրա ընթերցողը արդեն ծանոթ է ավետարանական պատմությանը եւ պատրաստ է խորանալու դրա իմաստի մեջ։ Հովհաննեսը իր ավետարանում հաճախ է ներկայացնում երկխոսություններ, որտեղ մարդիկ կանգնած են որոշման առաջ՝ հավատալ թե մերժել։ Նիկոդեմոսը, Սամարացի կինը, կույրը, որ տեսավ, եւ նույնիսկ Պիղատոսը բոլորը ներկայացում են որպես այն մարդիկ, որոնց առջև բացվում է ճշմարտությունը, բայց որոնք պետք է պատասխանեն։ Սա ցույց է տալիս, որ Հովհաննեսի ասացիատերը այն մարդն է, որը լսել է Քրիստոսի մասին, բայց դեռ որոշում է ընդունում։ Հովհաննեսի ավետարանում նկատելի է նաև պաշտպանական շերտ, Քրիստոսի աստվածության հստակ ընդգծումը, բանի հավիտենականության հարցը, մարմնավորման շեշտադրումը, այս բոլորը ցույց է տալիս, որ Հովհաննեսը գրում է մի միջավայրում, որտեղ Քրիստոսի անձի շուրջ արդեն առաջացել են թյուրըմբռնումներ կամ վտանգավոր պարզեցումներ։ Այսպիսով, նրա հասցեատերը նաև այն հավատացյալն է, որը կարիք ունի ճշմարտության հստակ ձևակերպման, հավատքը պաշտպանելու համար։ Այսպիսով, Հովհաննեսի ավետարանի հասցեատերերը վերջնականապես ոչ թե մեկ համայն կամ ազգ է, այլ յուրաքանչյուր մարդ, որը կանգնած է այս հարցի առաջ. ով է Հիսուսը ինձ համար։ Հովհաննեսը գրում է ոչ միայն տեղեկացնելու, այլ որոշման հրավիրելու համար։ Նրա ավետարանը կարդացում է որպես կենդանի խոսք, որը դիմում է ընթերցողին անձամբ եւ կոչ է անում անցնել պատմությունից դեպի հավատ, իսկ հավատից դեպի կյանք։ Հովհաննեսի ավետարանի գրման վայրը եւ ժամանակը ավանդաբար քննարկվում են միասին, որովհետեւ երկուսն էլ սերտորեն կապված են հեղինակի կյանքի վերջին փուլին եւ վաղ եկեղեցու հիշողությանը։ Ի տարբերություն սինոպտիկ ավետարանների, Հովհաննեսի գիրքը ակնհայտորեն գրվել է այն ժամանակ, երբ եկեղեցին արդեն կանգնած էր Քրիստոսի ինքնության շուրջ խորքային աստվածաբանական հարցերի առաջ։ Վաղ եկեղեցու միաձայն հավանդության համաձայն, Հովհաննեսի ավետարանը գրվել է Եփեսոս քաղաքում կամ նրա շրջակայքում։ Այս վկայությունը հանդիպում է տարբեր աշխարհագրական կենտրոններից եկող հայրաբանական աղբյուրներում եւ ձևավորում է կայուն պատմական հիշողություն։ Իրինեոս Լեոնացին հստակ նշում է, որ Հովհաննեսը Տիրոջ աշակերտը իր ավետարանը գրել է Եփեսոսում, Փոքր Ասիայում։ Ինչպես արդեն նշեցինք, Իրինեոսի վկայությունն առանձնատուկ արժեք ունի, որովհետև նա եղել է Պոլիկարպոս Զմյուռնացու աշակերտը, իսկ Պոլիկարպոսը Հովհաննեսի անմիջական աշակերտը։ Այս շղթան ստեղծում է կենթանի փոխանցում եւ ոչ թե վերացական ավանդություն։ Եփեսոսը նաև լիովին համապատասխանում է Հովհաննեսի ավետարանի բնույթին։ Այն հելենիստական խոշոր կենտրոն էր, որտեղ քրիստոնեական հավատքը բախվում էր փիլիսոփայական հոսանքների, կրոնական սինկրետիզմի եւ Քրիստոսի անձի վերաբերյալ թյուրըմբռնումների։ Հովհաննեսի ավետարանի խորը աստվածաբանական լեզուն, բան, լույս, կյանք, ճշմարտություն բնական է իրենց այդպիսի միջավայրում։ Հովհաննեսի ավետարանի թվագրությունը սովորաբար տեղադրվում է Քրիստոսից հետո մոտ 80-ից 90-ական թվականների միջակայքում։ Սա ավանդական դիրքորոշումն է, որը հիմնվում է մի քանի դիտարկումների վրա։ Նախ, Հովհաննեսի ավետարանը ակնհայտորեն ենթադրում է, որ ընթերցողները ծանոթ են Քրիստոսի կյանքի հիմնական պատմությանը։ Հովհաննեսը չի կրկնում առակների լայն շարքերը եւ սինոպտիկ ավետարաններին բնորոշ կառուցվածքը, այլ ընտրում է որոշակի նշաններ եւ դրանց շուրջը կառուցում խորը մեկնաբանություն։ Սա բնորոշ է ավելի ուշ փուլին, երբ եկեղեցին արդեն ուներ հիմնարար ավանդություն եւ կարիք ուներ աստվածաբանական հստակեցման։ Երկրորդ, Հովհաննեսի ավետարանում զգացվում է պաշտպանական շեշտադրում Քրիստոսի աստվածության եւ մարմնավորման շուրջ։ Բանը մարմին եղավ։ Բանը մարմին եղավ ձևակերպումը հնչում է ոչ միայն որպես հավատքի խոստովանություն, այլ նաև որպես պատասխան այն ուղղություններին, որոնք փորձում են Քրիստոսին ներկայացնել կամ միայն որպես մարդ, կամ միայն որպես հոգևոր երևույթ։ Այսպիսի բանավեճերը առավել բնորոշ են առաջին դարի վերջին տասնամյակներին։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հովհաննեսի ավետարանը պարտադիր չէ տեղափոխել շատ ուշ շրջան։ Դրա խորությունը ինքնին չի նշանակում ուշ-թվագրություն։ Հովհաննեսը լինելով երկարակյաց առաքյալ եւ ականատես, կարող էր գրել խորապես մտածված ավետարան նաև ավելի վաղ, Քրիստոսից հետո 60-ից 70-ականներին, հատկապես եթե այն ուղղված էր արդեն ձևավորված համայնքներին։ Այս վաղ թվագրությունը չի ակասում ոչ տեքստին, ոչ ավանդությանը, թեև ավանդական մոտեցումը գերակշռում է ավելի ուշ թվագրության օգտին։ Այսպիսով, Հովհաննեսի ավետարանը ամենայն հավանականությամբ գրվել է Փոքր Ասիայում, Եփեսոսում, եւ թվագրվում է առաջին դարի երկրորդ կեսով, ավանդաբար 80-ից 90-ական թվականներին։ Մինչդեռ որոշ շրջանակներում հնարավոր է դիտարկել նաև ավելի վաղ, առաքելական շրջանին մոտ տարբերակ։ Որն էլ որ լինի ճշգրիտ թվականը, մեկ բան հստակ է. Հովհաննեսի ավետարանը ծնվել է այն փուլում, երբ եկեղեցին այլևս չէր հարցնում միայն ինչ է պատահել, այլ կանգնած էր վճռական հարցի առաջ. ով է Հիսուս Քրիստոսը իրականում։ Եվ Հովհաննեսը գրում է հենց այդ հարցին պատասխան տալու համար, ականատեսի վստահությամբ
եւ հավատքի խորությամբ։ Գլխավոր ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։ Հովհաննեսի ավետարանի կենտրոնական ուղերձը հնչում է բաց, հստակ եւ անզիջում կերպով։ Հիսուս Քրիստոսը Աստծո հավիտենական որդին է, մարմնացած բանը, որին հավատալով մարդը կարող է ունենալ հավիտենական կյանք։ Եթե սինոպտիկ ավետարանները հիմնականում պատմում են, թե ինչ արեց Հիսուսը, ապա Հովհաննեսը հարցնում է. ով է Հիսուսը իր էությամբ։ Այս ավետարանում հավատը ներկայացվում է ոչ թե որպես գաղափարական համաձայնություն, այլ որպես գոյաբանական ընտրություն։ Հավատալ նշանակում է մտնել կյանքի մեջ եւ մերժել խավարում մնալը։ Հովհաննեսի համար Քրիստոսը պարզապես ուսուցիչ չէ, այլ կյանքի աղբյուր, ճշմարտության հայտնություն եւ Աստծո ինքնաբացահայտումը մարդկության առաջ։ Հովհաննեսի ուղերձի սիրտը այս միտքն է. Աստված ճանաչելի է դարձել Հիսուս Քրիստոսի մեջ, եւ այդ ճանաչումը տանում է դեպի հավիտենական կյանք։ Հովհաննեսի ավետարանը նոր կտակարանում ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են եզակի։ Առաջին՝ խորը աստվածաբանական ուղղվածությունը։ Հովհաննեսի ավետարանը սկսվում է ոչ թե պատմական իրադարձությամբ, այլ աստվածաբանական հռչակմամբ։ Սկզբում էր բանը։ Այստեղ Քրիստոսի պատմությունը դրվում է հավիտենության մեջ։ Հովհաննեսը ցույց է տալիս, որ Հիսուսը ոչ միայն Աստծո կողմից ուղարկված է, այլ ինքն է Աստծո բանը, մարմնացած իրականություն։ Երկրորդ՝ նշանների կառուցվածքը։ Հովհաննես հրաշքները անվանում է ոչ թե պարզապես գերբնական երևույթներ, այլ որպես նշաններ։ Դրանք նպատակ ունեն բացահայտելու Քրիստոսի ինքնությունը։ Յուրաքանչյուր նշան ուղեկցվում է մեկնաբանությամբ կամ երկխոսությամբ, որը ընթերցողին կանգնեցնում է հավատալու կամ մերժելու ընտրության առաջ։ Երրորդ՝ ես եմ հայտարարությունները։ Հովհաննեսի ավետարանում կենտրոնական դեր ունեն Հիսուսի ես եմ խոսքերը։ Կյանքի հաց, աշխարհի լույս, բարի հովիվ, ճշմարիտ որդատունկ եւ այլն։ Այս արտահայտությունները միաժամանակ բացահայտում են Քրիստոսի ինքնությունը եւ նրա հարաբերությունը մարդու կյանքի հետ։ Չորրորդ՝ երկխոսությունների գերակայությունը։ Հովհաննեսը քիչ է օգտագործում առակներ, բայց լայնորեն ներկայացնում է խորը երկխոսություններ։ Օրինակ Նիկոդեմոսի, Սամարացի կնոջ, աշակերտների, Պիղատոսի հետ։ Այս երկխոսությունները հավատքի ճանապարհի պատկերացում են, հարցից դեպի ճանաչում կամ հակառակը, մերժում։ Շատ եկեղեցու հայրերի եւ ժամանակակից աստվածաբանների խոսքով, հենց Հովհաննեսի ավետարանում է գրված այն համարը, որը ամփոփում է ամբողջական քրիստոնեական ուսմունքը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ըստ կառուցվածքի, Հովհաննեսի ավետարանը կարելի է բաժանել 3 մասի։ Մաս առաջին՝ բանի մարմնավորումը, առաջին աշակերտների կանչը, նշաններ, ես եմ հայտարարությունները, հավատքի եւ մերժման բախումներ։ Այս հատվածում Հովհաննեսը ցույց է տալիս, թե ինչպես է Քրիստոսը աստիճանաբար բացահայտվում աշխարհին։ Յուրաքանչյուր նշան մարդուն կանգնեցնում է որոշման առաջ՝ ընդունել լույսը, թե մնալ խավարում։ Մաս 2. Վերջին ընթրիքը, ոտքերի լվացումը, սիրո նոր պատվիրանը, Սուրբ Հոգու խոստումները, քահանայապետության աղոթքը։ Այս մասը Հովհաննեսի ավետարանի սիրտն է։ Այստեղ Քրիստոսը բացում է իր եւ հոր հարաբերությունը, աշակերտներին փոխանցում է սիրո եւ միասնության պատգամը եւ պատրաստում նրանց իր բացակայությանը։ Մաս 3. Ձերբակալությունը եւ դատավարությունը, խաչելությունը, հարությունը, հայտնությունները աշակերտներին, վկայության հանձնարարությունը։ Այս վերջին հատվածում խաչելությունը ներկայացվում է ոչ թե որպես պարտություն, այլ որպես փառքի պահ։ Հարությունը հաստատում է, որ բանը հաղթել է մային, իսկ ավետարանը փակվում է վկայության կոչով, փոխանցելու տեսածը եւ հավատացածը։ Ամփոփելով, Հովհաննեսի ավետարանը մեզ բերում է քրիստոնեական հավատքի խորքը, այնտեղ, որտեղ հարցը այլևս միայն պատմական չէ։ Այն սկսվում է ոչ թե երկրի վրա, այլ հավիտենության մեջ, եւ մեզ կանգնեցնում է այն ճշմարտության առաջ, որ Հիսուս Քրիստոսը պարզապես անցյալի մի դեմք չէ, այլ Աստծո հավիտենական բանը, որը մտավ մարդկության պատմության մեջ։ Այս ավետարանը գրվել է ականատեսի կողմից, այն մարդու, որը քայլել է Քրիստոսի հետ, լսել նրա խոսքերը, տեսել նրա գործերը եւ կանգնել խաչի առաջ։ Հովհաննեսը գրում է ոչ թե լեգենդ փոխանցելու համար, այլ վկայություն տալու, եւ այդ վկայությունը հաստատվել է վաղ եկեղեցու հիշողությամբ, տարբեր աշխարհագրական կենտրոններում եւ առաքելական շարունակականությամբ։ Հովհաննեսի ավետարանը ուղղված է այն մարդուն, որը կանգնած է հավատալու ընտրության առաջ։ Այն չի փորձում պարզապես համոզել մտքով, այլ հրավիրում է ճանաչել, տեսնել, լսել եւ մտնել կյանքի մեջ։
Նրա նշանները, երկխոսությունները եւ Քրիստոսի ես եմ խոսքերը մեզ մշտապես վերադարձնում են նույն հարցին. ով է Հիսուսը իրականում։ Այս գրքում Քրիստոսի ճանապարհը տանում է դեպի խաչ, բայց խաչը ներկայացնում է ոչ թե որպես պարտություն, այլ որպես փառավորման պահ։ Հարությունը հաստատում է, որ բանը հաղթել է մային, իսկ ավետարանը փակվում է վկայության կոչով, փոխանցել տեսածը եւ հավատացածը։ Հովհաննեսը գրում է, որպեսզի հավատալով ունենանք կյանք, եւ այս կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը ընդունում է լույսը, ճանաչում ճշմարտությունը եւ մնում սիրո մեջ։ Այսպիսով, Հովհաննեսի ավետարանը դառնում է ոչ միայն նոր կտակարանի մի գիրք, այլ հավատքի ճանապարհ, բացված յուրաքանչյուր մարդու առաջ, որը պատրաստ է լսել այս վկայությունը եւ պատասխան տալ դրան։